Օգտակարը հաճելի է հետ համատեղելու նպատակով կազմակերպիչների միջոցառմանը ներգրավել են նաև Ասկերանի շրջանի մի քանի համայնքների երիտասարդությանն ու Հայաստանի պետական agrarային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ ուսանողների։ Աննախադեպ միջոցառումը նպատակ ուներ երիտասարդության շրջանում հետաքրքրություն ու սեր առաջացնել դեպի գյուղատնտեսությունը։ Հետևաբար ծրագիրն էլ բավականին հագեցած էր։ Առաջին կանգառը Ասկերանում գործող տոհմային տնտեսությունն էր։ Ապագա գյուղատնտեսները ծանոթացան ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տոհմակայանի հնարավորություններին։ Այնուհետև մասնակիցներն ուղևորվեցին Տիգրանակերտ։ Այստեղ էլ նրանց միացան գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, փրկարարծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները։ Սա արդեն Տիգրանակերտին հարող Ցորենի դաշտերն են։ Այստեղ էլ միջոցառումը հասավ իր գագաթնակետին։ Բերքահավաքը դարեր շարունակ ընդհանրապես հացահատիկի բերքահավաքը մեր ազգի համար միշտ տոնոր է եւ մենք փորձում ենք հենց այդ դարերից եկող փոխանցվող այդ տրամադրությամբ սկսենք այս տարի մեր բերքահավաքը, այո, առաջի անգամն է եւ մենք նախատեսել ենք որպեսզի սա համազգային տոն դարձնենք եւ շարունակական բնույթ կրի։ Նորմալ բերքահավաքը գնում է, արդեն կարելի ասած գարո հունձը ավարտի վրան է, սկսում է ցորնի հունձը, ընդհանուր աշխատանքները նորմալ է գնում, հակահրդեհային աշխատանքները կատարած է, 5 հատ հենակետները կանգնած են հրշեջ մեքենաները։ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Էմանուել աղոթքով օրհնվեց բերքահավաքը, իսկ դհո զուռնայի հնչյունների տակ էլ ներկաները շուրջպար բռնեցին։ Կազմակերպիչները բերքահավաքի մասնակիցների համար նաև նվերներ էին նախատեսել։ Հաճելի է նաև, երբ բերքն է լինում առատ։ Կոմբայնավար Սամսոն Սարգսյանը խոստովանում է, հողագործը միշտ չէ, որ նման արդյունքի է հասնում։ Ջրովի տապերը նորմալի վաճ 20 ցենտեր են գալիս են։ Եթե ջրած չի, ուրեմն քիչ է։ 3-ից 5 ցենտեր։ Ներկայությամբ վաճ չի։ Քրտինքով հաց վաստակողներին հրաժեշտ տալուց հետո հաջորդ կանգառը Տիգրանակերտի հարևանությամբ գտնվող Սպիտակավոր եկեղեցին էր։ Վերականգնվող ավանդույթին էլ համահունչ ավանդական քոչարին։ Մենք եղել ենք Տեր այս սուրբ հողին, Արցախ աշխարհին, մենք կանք եւ միշտ պետք է լինենք, սա մերն է եւ ամեն ջանք պետք է թափենք, որպեսզի մեր երիտասարդները չգնան, չհեռանան իրենց այդ սուրբ հողից։ Սա ոչ միայն դասախոսություն, այլև պրակտիկ գործունեություն, որ ուսանող ինքը լինի դաշտում, ուսանող լինի ինքը անասնապահական ֆերմայում, տեսնի իր ձեռքով շոշափի, զգա, սա կարևոր միջոցառում է, որի համար շնորհակալություն պարոն նախարարին, Խաչատրյանին եւ ես կցանկանայի, որ նման միջոցառումները կրկնվի ու շարունակական բնույթ կրի։ Նախ եւ առաջ պրակտիկա է մեր համար, եղել ենք տոհմային կայանում, այնուհետեւ այցելել ենք դաշտերը եւ կատարվել է ագրոնոմների եւ անասնաբուժների փորձի փոխանակում։ Ինձ համար եւ թեորիան եւ պրակտիկան համատեղելու միջոց է։ Երիտասարդների ներգրավելը այսպիսի տոներին դա շատ գովելի երևույթ է եւ հաճելի կլինի, որպեսզի այսպիսի տոները շարունակական լինեն եւ պահպանվեն մեր հին ավանդույթները։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։